շնորհակալություն հարգելի համակարգացիներ, խնդրեմ բեմից իջնեն, որպեսզի սկսեն։ Սիրելի երևանցիներ, հարգելի համակարգացիներ, ուզում եմ մի հատ բոլորս ջերմ ողջունենք Հայաստան Դաշինքի ներկայացուցիչներին, գիտեմ ես մեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Սիրելի երևանցիներ, այսօր մեծ պատիվ է ինձ համար, որովհետև Հայաստան Դաշինքի քարոզարշավի սկիզբը դնում ենք Մալաչյա Սեբաստիա համայնքից, բացումը, որտեղի բնակիչ ես եմ։ Ես ծնվել մեծացել եմ ձեզանից ձախ այս թաղամասում և այսօր Մալաչյա Սեբաստիան իմ համար տունն է։ Մալաչյայի Սեբաստիայի խնդիրները, Երևանի խնդիրները մեր բոլորի խնդիրներն են։ Այն խնդիրների մասին, որ մենք ուզում ենք խոսել, չի վերաբերվում միայն Երևանին, չի վերաբերվում միայն Մալաչյա Սեբաստիային, այլ վերաբերվում է ամբողջ Երևան քաղաքին։ Սիրելի երևանցիներ, սիրելի մալաչյացիներ, այսօր Երևան քաղաքի ամենաաղտոտված թաղամասերից մեկը դա Մալաչյա Սեբաստիա համայնքն է։ Եվ գիտեք դրա ինչի համար է այդպես, և գիտեք դրա մեղավորն ով է, հիմա հատիկ առ հատիկ ցույց եմ տալու ով է մեղավորը, ինչի համար է մեղավորը և այդ հարցի լուծումը ինչպես ենք մենք տալու։ Սիրելի մալաչյացիներ, Դալմայի այգիներում Իսակովի փողոցից, որ մենք մտնում ենք Մոնտե Մերկոնյան փողոցը, աջ և ձախ կողմերը աջ և ձախ կողմերը վերածել են շին աղբի։ Էլ որ խոսք են տվել, որ պիտի աղբանոց կառուցենք, իրենց սակված աղբանոցը հենց սա է։ Եվ այս փոչին շնչում ենք մենք բոլորս։ Այն որ շինարարական ոչ մի նորմ չի պահպանվում, դրա մեղավորը մեկ միավոր է, դա ՔՊ-ն է, սիրելի հայրենակիցներ։ Երբ որ օդի աղտոտվածությունը առաջացնում է բազում առողջական խնդիրներ, ժողովուրդ, սկսած թոքային անբավարարվածությունից, քաղցկեղածին տարերով և երեխաների մոտ աուտիզմով, ցույց է տալիս, որ իրենք չեն սիրում մեր ժողովրդին, ցույց է տալիս, որ իրենք երևանցիներից մուռ են հանում, չեն սիրում երևանցիներին, ինչու համար, որովհետև երևանցին միշտ մերժել է նրանց, միշտ ցույց է տվել, որ չի սիրում ՔՊ-ին։ Եվ տեսեք, ժողովուրդ, խոսում ենք օդի աղտոտվածությունից, խնդիրներից, հիշում եք, չէ՞ որ սրանք խոսք էին տվել 10 միլիոն ծառ տնկել։ Անցյալ տարի Երևանի բյուջեով 4-8 միլիարդ դրամ ծախսել են կանաչապատման կանաչ գոտիներ տնկելու համար, տնկել են ընդամենը 5044 հատ ծառ։ Այս տեմպերով սրանք երբ են այս հարցը լուծելու։ Դրա փոխարեն կարող ենք հաղթանակի 40-ամյակի այգին ամբողջությամբ ծառերով պատել, Փարոզ ծառը և մնացածը, և այս խնդիրները տեսանելի են։ Մեղավորը մեկ միավոր է, ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նորից եմ կրկնում, սրանք չեն սիրում Երևանը, չեն սիրում երևանցիներին։ Եվ մետրոյին կանդրադառնանք, սիրելի մալաչյացիները, հաջորդ խնդիրը, որն ուզում եմ ձեզ ցույց դնել, դա մանկապարտեզների խնդիրն է, այն որ ասում ենք երեխաներին չեն սիրում, օդը կեղտոտում են, աուտիզմը առաջացնում, հաջորդ փուլը, որ արտահայտվում է, դա մանկապարտեզների խնդիրն է։ 8 տարի, 8 միլիարդ դոլար պարկ են վերցրել, փողերը մսխել են, Երևանում կառուցել 0 նոր մանկապարտեզ, 0 ոչ մի մանկապարտեզ չեն կառուցել։ Մալաչյա Սեբաստիա համայնքում սրանք առնվազն 2 մանկապարտեզ քանդել, ավիրել այս պատկերն է, նայեք ժողովուրդ, մոռացել գնացել են, այս մանկապարտեզը նախկինում, այս մյուս մանկապարտեզը, 95 մանկապարտեզը, այս պատկերով հանձնել են շահագործման, հասկանում եք, այս պատկերով, երբ որ կանալիզացիան լցված է նկուղներում ամբողջությամբ, միլիարդները ծախսում, թալանում ու դիմացը ոչ մի բան, և սիրելի հայրենակիցներ, խնդիրը տեսանելի է, լուծումը հստակ, և մեր թիմը հստակ ասում է, Երևանում այսօր անհրաժեշտ է կառուցել 50 նոր մանկապարտեզ, առնվազն 80-ը պետք է վերանորոգվի։ Եվ ես ուզում եմ մեր Հայաստան Դաշինքի կարգախոսներին անդրադառնալ, պարբերաբար մենք նոր ենք սկսել, մինչև ռիթմի մեջ կմտնենք, ժողովուրդ մենք միասին
Ուրեմն առավել քան վստահ, որովհետև մեր առաջնորդը իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ տված խոստումներից ավելի շատ կատարել է։ Ասում ենք կա մանկապարտեզների խնդիր, ուրեմն մենք միասին կարող ենք հաղթարել եւ մենք կառուցելու ենք։ Սիրելի Մալաթիա Սեբաստիան համայնքի բնակիչներ, ես ուզում եմ մեկ այլ խնդրի անդրադառնալ։ Այս ոչ ու բարողները գույքը հարկը 4-5 անգամ թանկացրել են, բայց սխալվի այս շենքերում ապրող մեկ ասի կանալիզացիան լցվել է իմ նկուղը, ասում է գնա դա քո պրոբլեմն է։ Պրոբլեմը հենց ԿՊ-ն է իր գլխում այդ պրոբլեմը։ Քանի որ ամբողջ այդ շղթան հասկանալի է, որ շենքը համակիրություն կա, շենքի սեփականությունն է, բայց քաղաքացուն մենակ թողնել է, առնվազն անբարոյականություն է, առնվազն անբարոյականություն է, հասկանում եք։ Հաջորդ խնդիրը, որ ես ուզում եմ խոսել եւ ներկայացնել, այս չարիքները, որոնք որ եկել պատել են Երևան քաղաքին, եկել պատել են մեր ժողովրդի գլխին, որ այսանք 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլար պարկ են վերցրել, ոչ մի խնդիր չեն լուծել։ Տրանսպորտը, որը որ անցնում է, ստիպված այս կանգառում կայնած մեր քաղաքացիները ոտքով 1 կիլոմետր իջնում են ներքև, որպեսզի հնարավորություն ունենան դատարկ ավտոբուս նստել։ Այդտենց է չէ, ժողովուրդ ասեք։ Ստեղ հիմնականում Մալաթիայի ժողովուրդն են կանգնած, ուրեմն կվստահեցնեն իմ խոսքերը, եւ թույլ չեք տա, որ ես մի բառը սուտ ասեմ։ Ու ժողովուրդ, բարբերաբար այս մեր թվերին եմ ուզում անդրադառնալ, մենք հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին, հունիսի 7-ին ընտրում ենք Հայաստանը։ Միատ ես ասում եմ, կրկնում ենք, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին ընտրում ենք Հայաստան։ Այո, ուրեմն ժողովուրդ, ես ուզում եմ 17 թվին անդրադառնալ, 17 թիվը իմ համար պատահական թիվ չի, իմ ընտանիքի հաջողության թիվն է, իմ երջանկայիշատակ հոր հաջողակ թիվն է, իմ որդին ծնվել է 2017 թվականին եւ այսօր մեր դաշինքը 17 համարն է, ժողովուրդ ջան։ Ես բոլորին կոչ եմ անում, ժողովուրդ, գնալ եւ հունիսի 7-ին առաջինը մերժում ենք այս ոչ ու բարողներին, վռնդում ենք այս թալանչիներին, որովհետեւ այն թալանը, որ իրանք իրականացնում են Երևանում ու ամբողջ երկրում, ժողովուրդ ջան, անգնահատելի է։ Ուղղակի չես կարող գնահատել։ Երևան, միայն Երևան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլար է։ Մենք տեսնում ենք ուր այդ փողերը։ Մենք տեսնում ենք որտեղ են ծախսել, ինչ օգուտ են բերել իրենք։ Արմենյանի ջերմն է։ Ժողովուրդ, մի անգամ էլ ասեմ, հետո ներկայացնեմ այսօրվա ելույթ ունեցողներին, իմ բացթողումն է, ես սկզբից պետք է ներկայացնել։ Այսօր մեր դաշինքի շատ ներկայացուցիչները այստեղ ներկա են։ Ներողություն եմ խնդրում մի մասին, ովքեր այսօր ելույթ չեն ունենալու, բայց ինձանից հետո հաջորդը ելույթ ունենալու Քրիստինե Վարդանյանը։ Մի հատ ուզում եմ բոլորը ջերմ մի հատ ողջուն եք Քրիստինեին։ Ես Քրիստինե եւ կապած մի պատմություն եմ ուզում պատմել, Քրիստինե ջան, ժողովուրդ, ես շատ ավագ ընկերներից սովորելու բան ունեմ, բայց նաեւ սովորելու բան ունեմ ինձանից ավելի կրտսեր ընկերներից։ Քրիստինե ջան, իմ համար ամենատպավորիչը Քրիստինեի այն ելույթն է, երբ որ ասում է Հայաստանի համար բանակցում է եսի։ Այդ դուխը միշտ տեղը լինի Քրիստինե ջան, ու մենք միասին կարող ենք։ Ապրես։ Բարև ձեզ։